2026 թվականին Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրություններն են։ Արտաքուստ ամեն ինչ նույնն է՝ քարոզարշավներ, խոստումներ, ընտրություններ, բայց այս անգամ կա մի փոփոխություն, որը տեսանելի չէ առաջին հայացքից, մի փոփոխություն, որը կարող է որոշել ոչ թե ով է հաղթելու ընտրություններում, այլ ով ընդհանրապես չի հասնելու խորհրդարան։ Ժողովրդավարության հիմքում մի պարզ գաղափար կա՝ յուրաքանչյուր ձայն պետք է ունենա ազդեցություն, բայց իրականում ոչ բոլոր ձայներն են դառնում ներկայացված որոշումների կայացման բարձրագույն մարմնում՝ խորհրդարանում։ Ընտրական շեմա ձայների այն նվազագույն քանակն է, տոկոսն է, որը կուսակցությունը կամ դաշինքը պետք է հավաքի, որպեսզի ազգային ժողովում մանդատներ ստանա։ Հիմնականում համամասնական ընտրակարգերին են բնորոշ, ոչ մեծամասնական, իսկ մեր երկրում համամասնական ընտրակարգ է։ Նպատակն է մի կողմից ապահովել արդյունավետ կառավարում, մյուս կողմից ներկայացուցչականություն։ Սա մեխանիզմ է, բայց այս մեխանիզմը սահմանում է, որ ձայներն են հաշվելու եւ որոնք ոչ։ Հայաստանում 1995-ից մինչև 2021 կուսակցությունների համար անցողիկ շեմը անփոփոխ էր 5%, 2007-ից սկսած նոր պահանջ սահմանվեց դաշինքների համար։ Նրանք պետք է հավաքեին առնվազն 7%, որպեսզի անցնեին խորհրդարան։ 2026-ին կանոնները կրկին փոխվեցին։ Կուսակցությունների համար շեմը նվազեց, դառնալով 4%։ Առաջին հայացքից սա քայլ է դեպի ավելի լայն ներկայացվածություն, բայց նույն ժամանակ դաշինքների շեմը բարձրացավ 8% մինչև 3 կուսակցությունից կազմված և 10% 4 ու ավելի ուժերից բաղկացած դաշինքների համար։ Փաստորեն սա ստեղծում է մի համակարգ, որտեղ մրցակցության կանոնները տարբեր են։ Դերևս պետք է նախ նշել, որ կուսակցությունների դեպքում փոփոխությունը դրական է, այսինքն ավելի ցածր շեմ է սահմանվում, ինչը ավելի շատ հնարավորություն կտա ավելի շատ կուսակցությունների ավելի հեշտ հաղթահարել այս շեմը, բայց դաշինքների պարագայում շատ բարձր շեմ է նույնիսկ համատելի երկրների հետ, եթե համադրենք հետսովետական, արևելաեվրոպական երկրների հետ 8 և 10% շեմերը շատ բարձր են դաշինքների համար, և սա ես չեմ ասում միայն, սա ասում էր նաև Վենետիկի հանձնաժողովը։ Միջազգային փորձը որպես կանոն հակառակ ուղղությամբ է։ Շեմերը նվազեցվում են, որպեսզի նվազի մեկ այլ երևույթ՝ կորած ձայները։ Եվրոպական կառույցները Վենետիկի հանձնաժողովը բազմիցս նշել են, բարձր ընտրական շեմերը կարող են հարվածել խորհրդարանում մարդկանց հնարավորինս լայն ներկայացվածության սկզբունքին։ Ընդհանրապես աշխարհում պարլամենտական երկրներում անավանդ միշտ փորձում են այնպես անել, որ կարողանան հասարակության զգալի մասը ներկայացված լինի խորհրդարանում եւ անգամ ամենաժողովրդավարական պետություններում հաճախ են բախվում այս խնդրին եւ 100%-ով անհնար է ապահովել, որ ժողովուրդը ներկայացված լինի կամ հասարակության բազմազանությունը ներկայացված լինի խորհրդարանում, բայց դրա համար կան արդեն ընդունված մեթոդներ, որոնք որ կիրառում են ժողովրդավարական պետությունները։ Ինչ է նշանակում կորած ձայներ։ Սրանք այն ձայներն են, որոնք տրվել են, բայց չեն վերածվել մանդատների։ 2021 թվականի ընտրություններում Հայաստանում այդպիսի ձայները կազմել են շուրջ 20%, յուրաքանչյուր 5-րդ ընտրող։ Պարլամենտը իրանից ներկայացնում է մի մարմին, որտեղ պետք է լսելի լինի հասարակության ձայնը, որտեղ կայացում են որոշումներ, որոնք որ վերաբերում են հասարակության լայն զանգվածներին։ Եվ եթե հասարակությունը զգալի մասը ներկայացված չէ այդ խորհրդարանում, ապա ընդունված որոշումները մեղմ ասած կասկած են հարուցում եւ լեգիտիմ չեն լինում հասարակության լայն շերտերի համար։ Այսինքն կորած ձայները ուղղվել են քաղաքական ուժերի, որոնք չեն անցել ազգային ժողով, հետևաբար նշված քվեները բաշխվել են անցածների միջև։ Փաստորեն քվեարկած յուրաքանչյուր 5-րդ հայաստանցու ձայնը ներկա չէ ազգային ժողովում։ 2021 թվականի ընտրությունների քաղաքական ուղերձը հետևյալն է, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ձայն կարելի է մեկնաբանել որպես քոչարյանական կամ որպես փաշինյանական։ Որովհետև գոյություն ունեցող շեմերը միայն այդ երկու ուժն են հատել։ Արդյոք դա արտացոլում էր 2021-ի հասարակության պատկերը։ Ես չեմ կարծում, որ դա արտացոլում էր 21-ի հասարակության կարծիքների քարտեզը։
Երբ մեծ թվով մարդիկ չեն տեսնում իրենց ներկայացուցչին, սկսում է քայքայվել վստահությունը համակարգի նկատմամբ։ Ժողովրդավարությունը չի ավարտվում քվեարկության պահին, իրականում այն սկսվում է այդտեղից։ Եթե նայենք ընտրությունների պատկերը 1995-ից սկսած, ամեն ընտրությունից ընտրություն խորհրդանում ուժերի քանակը նվազում է։ Ի սկզբանե ունեցել ենք գոնե 5-6 ուժեր, վերջի տարիներին մենք ընդամենը 3 ուժ ունենք խորհրդարանում։ Ընդ որում երրորդն էլ անցնում է պարզապես օրենքի ուժով, որովհետև պետք է առնվազն 3 ուժ լինի։ Եվ սա բնականաբար աղքատացնում է քաղաքական օրակարգը։ Սակավ ուժեր են խորհրդարանում նշանակում է սակավ ձայներ են որոշումների կայացման գործընթացում։ Քաղաքական դաշտը ավելի նեղ է, հետևաբար ավելի սահմանափակ ընտրության հնարավորություն է սեղանին։ Ժամանակակից քաղաքական համակարգերում համագործակցությունը դարձել է անհրաժեշտություն, ոչ թե ընտրություն։ Բայց ընտրական նոր շեմերը առնվազն չեն նպաստում այդ համագործակցությանը։ Քաղաքական դաշինք կազմելը դառնում է բարդ գործ։ Գոյություն ունեցող սահմանադրական միջավայրում անիմաստ է լինել որևէ բան բացի իշխանությունից եւ հետեւաբար ընտրությունները մարդկանց համար լուրջ իմաստ չեն ներկայացնելու քաղաքական, անգամ եթե չեն կեղծվում։ Բոլորի պլան B-ն հեղափոխությունն է լինելու, 15 տարվա մեջ 15 փորձից մեկը ստացվելու է։ Քաղաքական հատկապես նոր, հատկապես սակավ ռեսուրսներ ունեցող, ուղղակի ասենք փոքր ուժերը կանգնում են դժվարության առջև, կազմել դաշինք։ Փոքր կուսակցությունները, որոնք որ ունեն իրենց էլեկտորատը, չեն կարողանա ներկայացված լինել խորհրդարանում եւ լեգիտիմության խնդիր կառաջանա մարդկանց մոտ, կառաջանա զգացողություն, որ իրենք չնայած գնացել են ընտրությունների, իրենց ձայնը տվել են, բայց իրենց կուսակցությունները չեն անցել եւ ձայնը մանդատ չի դարձել։ Բայց այս պայմաններում խնդրի առջև են ոչ միայն կուսակցությունները, նաև ընտրողները, քանի որ նրանց ձայները, ինչպես ասացինք, կարող են պարզապես մուտք չգործել խորհրդարան։ Չկան ըստ այդմ դրվում է քվեարկության հարցը, ովքեր են դեմ որոշման ընդունմանը։ Իշխանությունները ներկայացնում են իրենց տրամաբանությունը։ Սա այն ժամանակ արվել է այն միտումով, որպեսզի օրենսդրությունը նպաստի քաղաքական ուժերի խոշորացմանը, այսինքն գաղափարակից քաղաքական ուժերը ավելի հակված լինեն, այսինքն օրենսդրությունը նպաստի դրան, որպեսզի ավելի հակված լինեն միավորվելու եւ խոշոր կուսակցությունները խոշորանան։ Որքանով այս գործիքակազմը օրենսդրության այս գործիքակազմը իր դրական նշանակությունը, դրական արդյունքը կունենա, ցույց կտա ժամանակը։ Տարածված փաստարկ է, քիչ կուսակցություններ նշանակում է որոշումների կայացման ավելի կայուն համակարգ, բայց այստեղ առաջանում է հիմնական հարցը, որտեղ է սահմանը կայունության եւ քաղաքացիների ձայների ներկայացվածության միջև։ Ես կարող եմ ասել, որ այդ կարող եք դուք ինքներդ էլ կոռուպցիական խարգելման հանձնաժողովից ճշտել, երբ որ մեզ անհրաժեշտ եղավ կուսակցությունների Հայաստանում գրանցված կուսակցությունների կոնտակտային, ասենք տվյալներ, էլեկտրոնային փոստ, որպեսզի հնարավորություն ունենանք իրենց նամակներ հղելու, մեզ 126 կուսակցության, ասենք, տվյալ է տրամադրվում։ Բայց եթե ես չեմ սխալվում, պիտի որ գրանցված կուսակցությունները ավելի նույնիսկ շատ լինեն։ Այսինքն այս 126-ը ենթադրում որ կոռուպցիական խարգելման հանձնաժողովը իրենց հետ կապ ունեցել, այսինքն հնարավորություն ունեցել է կապելու։ Եվ այս թիվը իմ ընկալմամբ 2.5 միլիոն ընտրող ունեցող Հայաստանի պարագայում այս թիվը կարծում եմ բավականին մեծ է։ Նորմալ կուսակցությունների մասին օրենքի պայմաններում թող լինի 6-7 քաղաքական ուժեր։ Երբեք որևէ ռացիոնալ հասարակության ու իրական քաղաքական միջավայրում, ոչ թե իրապես քաղաքական, այլ ուղղակի իրական քաղաքական հորինած չէ, ասենց տեզերքի անկյունում չէ։ Որևէ երկրում չի կարող այնպես լինի, որ 100 հատ մի տոկոսանոց կուսակցություն լինի պարլամենտում։ Ուղղակի այդպես չի լինում։
միշտ գոյություն ունի քաղաքական mainstream, որը ստանալու է ձայների, ասենք մի 40+%-ը, counter mainstream, որը ընդդիմանում է դրան մի 30%-ը, այն մնացածը խառը բաշխվելու է։ Ընտրությունները ժողովրդավարության ամենատեսանելի մասն են, բայց գուցե պակաս կարևոր չէ, թե ինչ է տեղի ունենում հետո։ Որ ձայներն են վերածվում իշխանության եւ որոնք դուրս մնում։ 2021 թվականի ընտրությունները ցույց տվեցին, որ ժողովրդի կեսը, գրեթե կեսը չի մասնակցել ընտրություններին եւ սա պատճառներից մեկը սրա կարող է լինել այն, որ քաղաքական համակարգի հանդեպ մարդիկ ունեն անվստահություն։ Եթե համակարգը չի ներկայացնում բոլորին, բոլորի շահերը, ձայնը, հարց է առաջանում. ում համար է աշխատում այդ համակարգը։ Քվեարկելով մարդիկ խոսում են, բայց արդյոք բոլորի ձայնը լսելի է։